Հակառուսական պատժամիջոցներին միացած թուրքական պետությունների կազմակերպության անդամ Հայաստան։ Այս տեսակ չապագային նախատեսում Հայաստանի Հանրապետության համար մեր հարգարժան արևմտյան գործընկերները։ Կրկին հիշենք Բրիեննատոդին, ով լինելով Եվրասիական կենտրոնի փորձագետ, ասում էր, որ Տաջիկստանի հետ միասին Հայաստանը թուրքական պետությունների կազմակերպության պակասող տարրն է։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները զրո մեկնաբանություն տվեցին այս ամենի վերաբերյալ։ Իրենք զրո մեկնաբանություն տվեցին նաև այն ժամանակ, երբ որ 3 Կայա Կալասը առաջարկում էր Հայաստանին միանալ հակառուսական պատժամիջոցներին Եվրոմիության։ Իրենք զրո մեկնաբանություն տվեցին մեր իշխանությունները, երբ որ Տիկին Կոսը առաջարկում էր Հայաստանին հրաժարվել ռուսական էժան էներգակիրներից։ Տեսեք, եվրոպացիները Հայաստանին առաջարկում են տնտեսական առումով ինքնասպանություն գործել։ Իդեպ իրենք էլ են ինքնասպանություն գործել, սա ասում ենք ոչ թե մենք, այլ Բլումբերգը, ով նշում է, որ վերջին 40 տարիների ընթացքում կյանքի որակը Եվրոմիությունում ամենացածրն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում արկա կյանքի մակարդակից։ Ու դա պայմանավորված է նրանով, որ այս մարդիկ հրաժարվել են Ռուսաստանի հետ տնտեսական կոոպերացիայից, տնտեսական կապերից, էժան էներգակիրներից, նույնը մեզ են առաջարկում։ Եվրոմիությունը շատ ակտիվ էր մեր տարածաշրջանում 21-22-23 թվականներին։ 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, երբ Արցախը հանձնվում էր Ադրբեջանին, եվրոպացիները, Մակրոնը, Միշելը խոսք էին տալիս շատ տարբեր բաներ։ Ուր են հիմա իրենք, երբ չկա Արցախը։ Եվ հիմա փաստորեն իրենք նույնը ուզում են անել Հայաստանի հետ։